Պարոն Շիրինյան, հիմա հասկանանք, որտեղ է Հայաստանի վարչապետը։ Եկատերինբուրգում է եւ պետք է հանդիպի Ռուսաստանի կառավարության ղեկավարին, ընդ որում դրա մասին հայտնում են հենց ռուսական կառավարության մամուլի ծառայությունից։ Ինչի մասին է խոսելու, հաշվի առնենք, որ ֆոն դեր Լայնի գալուց առաջ արդեն հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանը հենց Հայաստանի նախաձեռնությամբ։ Ինչի մասին են այս անգամ խոսելու։ Դե Հայաստան ռուսների հետ մենք այնքան հարց ունենք, որ անսահմանն է, որտեղ մենք անսահման տրվել ենք իրենց, առանց հասկանալու, առանց մտածելու։ Հետևաբար հարցերը շատ։ Բայց այս անգամ կարծում եմ, որ վարչապետի այցը եզակի է։ Նա գնում է թիկունքը պինդ, աշխարհին բացված եւ ալտերնատիվ երկընտրանք ունեցող ձեր շուկայի վրա էլ թքած, ձեր խարդավանքի վրա էլ աշխարհը բաց է եւ Հայաստանը թևարկում է բազմավեկտոր քաղաքականությունը կոմպլեմենտար իր արդյունքները դալիս է։ Գնաց ասելու հենց թքած ձեր շուկայի վրա։ Չի ասի, շուկան մեզ պետք է։ Այդ շուկան մեզ պետք է, որ հավերժ հետամնաց մնանք։ Ռուսական շուկան հավերժ հետամնացությունն է, որտեղ ասում են, ես չեմ առևտուր չեմ անում, չգիտեմ, ասում են ինչ աղբասես ռեալիզացվում է։ Այսինքն դուք այստեղ կարող եք շարունակեք անդադ աղբար դադրել Ռուսաստանում։ Հենց որ վիճակ եղավ, այդ աղբը ոչ միտեղ չի գնա, ենթադրեք։ Ես այդ բառը նեղացնելով չեմ ասում, էլի, բայց պատկեր է։ Բայց այս անգամ իհարկե դիրքերը շատ ամրացած են եւ հզոր է։ Երբ որ ընդհանրապես այսպես պետք է ասել, երբ կա ալտերնատիվ կամ երկընտրանք, որ ես մեր բարագան արդեն երնդրանք է եւ այլն Ամերիկա եւ այլն այս բոլորով գնում է եւ Հայաստան միջազգային մեկուսացումը, որը արդյունք է Ռուսաստանի քաղաքականության եւ գողապետության գող նախագահ վարչապետերի հաղթարել վերջացրել է։ Գիտեք ցավալին որն է դրա մեջ։ Սա մեծագույն հաղթանակ է, հաջողություն է մեր գրանցած քաղաքականության մեջ, որպես հավասարակշռության կամ բալանսի քաղաքականության ռեալիզացման։ Ես միջայլոց ասեմ, ով որ ուզում է դրա մասին կարդալ, կարող է կարդալ 94 թվի երկիր ուրեմն հոկտեմբերի 15-ի երկիր օրաթերթում մեծ հոդված են տարիներից, թող կարդալ իմանան։ Հիմա սա հաջողությունն է, բայց ցավալին այն է, որ այդ բոլորը եղավ Արցախի կորստով, տարածքի մեր մշակույթի կորստով եւ ահռելի զոհերով եւ զենքի հանձնումով առանց կրակոցի։ Սա մեր ազգային ողբերգությունն է։ Ազգային ողբերգությունն եւ հայությունը չի կարողանում մի անգամ մի հաջողություն ամրագրել վերջացնել։ Թվում էր թե հանրապետությունը ստեղծվել է եւ այլն, բայց մենք տեսանք ինչ կատարվեց։ Այս սրա գնով եղավ, բայց եթե դա էլ չլիներ, չեմ իմանում, մեր ժողովրդի գիտակցության մեջ այդտեղ աշարժը ռուսի հանդեպ կլներ թե չէ, կփոխվեր ռուսից թե չէ, որի ողբերգությունների կազմակերպիչն ու սցենարիստը Ռուսաստանն է, վստահ եղեք։ Ով ինչ ուզում է խոսի։ Ուզում եմ ասել, իսկ հիմա գնում է եւ այսինքն հաջողություններ գրանցող պետության ղեկավարն է, որը արտաքին քաղաքականության գեոստրատեգիան այս տրամաբանական տեղաշարժերի եւ աշխարհ զարգացումը հասկանալու տենդենսների ընկալման մեջ կարողացավ երկիրը տեղավորել բոլորովին այլ։ Եվ ինչ օրակարգով է Նիկոլ Փաշինյանը վերադառնալու, հաշվի առնելով, հիշենք, որ չէ շնորհավորել։ Զիջումներով, դու հեշտ, այդ ձեր ցավը տանեմ, հերնել անեցած կշեն։ Այս հայությունը մեռավ է, Պուտինի շնորհավորանք է, եթե ձեր համար հաջողություն է այստեղ, չէ, աշխարհի համար անպատվություն է։ Աշխարհի համար անպատվություն է։ Ինչ զիջումների մասին է խոսքը, պարոն Շիրինյան։ Տնտեսական եւ այլ ոլորտներում։ Ով է անելու զիջումները։ Ռուսաստանը։ Ես, բայց չի անում, պետք չի մեզ։ Պետք չի ինքը։ Կան ալտերնատիվ, իշքան ֆոն դեր Լայենը ինչ ասեց։ Այսքան։ Հասկանում եք ոնց է։ Այս բոլորը ճամփեքը բաց են։ Հիմա կօգտվենք թե չէ, կկարողանանք ռեալիզացնել։ Գնում են այո բոլորովին ուրիշ բանով, երկաթուղին պիտի սարկվի, եթե չէ, ռադներդ կքաշեք, մեկ, երկրորդը։ Այդ Թրամփի ուղին հələ տնենք մի կողքի են, էլի այս ոչնչությունների ողորմելի սիրած թեման, միջանցման, չկա դենց բան, բայց հիմա դա դնենք կողքի։ Թրիփը գիտեք ինչ է, Հայաստանի տեխնոլոգիական թրիշն ինչքան ենք ասել, եւ գործնականում արդեն իրականացվում է, հիմա։ Ռուսաստանը ես ոչ ոչինչ չեմ ասում, բայց Հայաստանի տեխնոլոգիական թրիշն ինչքան ենք ասել, եւ գործնականում արդեն իրականացվում է, հիմա։ Թրիփը գիտեք ինչ է, Հայաստանի տեխնոլոգիական թրիշն ինչքան ենք ասել, եւ գործնականում արդեն իրականացվում է, հիմա։
դուք մեզ բերել եք հետամնացություն, քայքայում եւ այլն, աշխարհը մեզ առաջարկում է զարգացում թռիչք, կարող եք օգտվել, տեխնոլոգիաներ վերցնել մեզնից։ Մի 10 տարի հետո ռուսներ ձեր ոտերի տակ են ընկնելու։ Ասում են մի քիչ թողեք այդ բաներից օգտվենք։ Ձեր հնարավորություններից որ կա աշխարհը, դες դե մնացածը կգան գլսեն կասեն ինչ է, մնացածը ինչ։ Ամեն դեպքում բայց բանը ոչ այսօր բանը Լենինգրադը, հա, դե Լենինգրադն է Սանկտ Պետերբուրգ, զանգվածային դրոնային հարձակման ենթարկվել եւ բոցավառվում են իր բաները, նավթատարներն ու Կրոնշտատը եթե խփել են ռուսական ուրեմն նավատորմը հացը ցամաք կերավ հաղորդագրություններով են ասում այնպես որ այստեղ այսպես շարժվել է պետք Հայաստանը ուղղակի պետք է հիմա ասում են Ռուսաստան բա Ռուսաստանի հազար շահ ունենք մենք պետության հետ ենք հարաբերվում մնացածը ժողովուրդներ իրար համար ապրում են ինչ հիմա օրինակ կարելի ասել ես հիմա չգիտեմ ես պահին բայց ժամանակը կա եւ այդ ռուսներին պիտի ասել հայ ժողովրդի ուծացման քաղաքականությունը դադարեցրեք ռուսականացման եւ երկրորդը հերիք է միջամտեք Հայաստանի ներքին գործերին հերիք է բավական է դարերով եւ հերիք է սուտ ու կեղծ բարեկամությունից ընկերությունից խոսեք Ռուսներն ասում են Ալեքսանդր III-ի բանաձևն եմ ասում, որը չի փոխվել։ Ռուսաստանը չունի բարեկամներ, եւ Ռուսաստանը չունի դաշնակիցներ։ Ռուսաստանի դաշնակից իր բանակն է եւ նավատորմը, ուրիշ ոչինչ։ Եվ սա ագաժների դողարեք շարժվեք։ Մնացածը նորմալ է։ Եվ փորձենք հասկանալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը ինչ ուղերձով։ Օժանդակություն, ինչ։ Եկա ուղերձը ո՞րս է, եկավ մարդու մասին դա աշխարհաքաղաքական է, դե վարչապետը չի ասում, դե ես հենց սկզբից էլ մեր հեղափոխությունը բովանդակությամբ եղել է աշխարհաքաղաքական, իրենք չեն ուզեցել Տալինի հեղափոխության ղեկավարներ, ես այն ժամանակ էլ եմ ասել, որ սա աշխարհաքաղաքական է, որովհետև սարսափ կար Ռուսաստանի վերաբերմունքից եւ այլն, բայց բնական process-ն է, դա Ռուսաստանի քայքայման եւ արևմուտքի հզորության հետ կապ ունեցող բան է, դա մեր տնօրինման մեջ չի այդ process-ը եւ տնտեսական է, մշակութային քաղաքակրթական է, մենք Եվրոպա ենք ստեղծել, մենք Ռուսաստան չենք ստեղծել, թրիպը տեխնոլոգիաներ են, բայց մասնակցելու է Եվրոմիությունը օգնելու աջակցելու չգիտեմ, բայց ամերիկացիք են կարևոր, դա եվրոպացիները կտան ինչ-որ բան, համալսարաններ բաներ, դա ես չգիտեմ, պլանավորված բան կա թե չէ, բայց դա ամերիկյան օժանդակություն է եւ այստեղ ոչ մեկին չպիտի մոտիկ թողել։ Առաջին հայ շպիոններին, ռուսական շպիոններին Երևանում չպիտի թողել, պիտի վերահսկել եւ երկրորդը ամերիկացիների հետ պիտի աշխատել, ասեմ որ հեռանկարի իմաստով իհարկե մենք ունենք փաստորեն հիմա երկու համայնք Հայաստանից դուրս ուրեմն ռուսական այսպես համայնքն է ցավալիորեն եւ այդ ռուսական համայնքի նկատմամբ նույն բանը սանվելների այդ թաթարների բաների վերաբերմունքը չպիտի տարածեն մեր ժողովրդի վրա եւ պետք է փորձել ռուսահայությունից այսպես ասած ինչքան է հնարավոր դեպի Հայաստան եւ հայություն եւ այլն սա ոչ էլ էս կաթողիկոս իր չեկիստ եղբայրների հետ սա ուրիշ բան է բայց դա մնացածը մեր ժողովուրդն է որը պիտի մեր կողմից ինչքան հնարավոր օժանդակություն ստանա բայց իրենց էլ հասկացի որ շատ մի փորձեկներ ընտեղ օրինակ ասեմ Ջավախքի ինչ-որ միավորում կա Մոսկվայից Հայաստանի դեմ են ելույթ ունենում իշխանության հարցով դուք ով եք Մոսկվայում ջավախցիներ այսինքն դուք ով եք Հայաստանում էս են անում ձեզ են կերակրում հիմա էլ աշխարհը փոխվելու է Հայաստանը զորանում է բոլորը փոշմանելու եք հիմա այս մեկն է որտեղ խնդիրներ շատ կան բայց մեր ժողովրդի հատվածը պետք է պահվի երկրորդը ամերիկահայ գաղութն է գաղութ ասենք համայնքն է Կալիֆոռնիան ինչքան եմ ասել Հայաստանը պետք է ուղղորդվի դեպի մեր բանը ժողովրդի ամերիկյան Կալիֆոռնիայի հատվածը ահա թրիպը գալիս է որպես այսպես ասած Կալիֆոռնիայի հարաբերությունն լավացում մնացած տեխնիկական հարց է եւ մեր հնարավորությունը ռեալիզացնելու հարցը կկարողանանք թե չէ միշտ իմացեք որ կա միշտ հնարավորություն